Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը տարեսկզբից հագեցած է մարզական հավաքներով։ Ըմբշամարտի մարզադահլիճում Հայաստանի հավաքականը մեծաքանակ ըմբիշներով է նախապատրաստվում մրցաշրջան 2026-ին։ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն մեդալակիր մարզիկների կողքին մարզվում են նաև երիտասարդական հավաքականի ըմբիշները։ Այստեղ են նաև Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները։ Մարզական հավաքները իմ համար Ծաղկաձորից է սկսում ու ամենադժվար հավաքներն է տեղի ունենում։ Եթե կարողանում եմ Ծաղկաձորում շատ լավ պարապել, ուրեմն սաղ տարին շատ լավ է անցնում։ Սպորտ բազայի պայմանները շատ լավ է։ Սպորտ բազայում ու մարզվելը այնքան կարևոր է, որովհետև բարձր գոտում ենք ու ստեղի մեկ պարապմունքը ոնց որ 3 պարապմունք լինի։ Տարին 2 անգամ հավաք ենք անցկացնում Ծաղկաձորում, նման սպորտ բազաներ շատ քիչ են աշխարհում։ Հիմնականում այստեղ մեր ֆիզիկական պատրաստականության վրա ենք աշխատում, ամեն պայման կա, ամեն հարմարավետություն կա, թե մարզա համալիրները, թե մնալու, թե սնունդը, ամեն ինչ Ծաղկաձորի սպորտ բազայում շատ լավ է։ Նախ շատ կարևոր է Ծաղկաձորի մեր բազայի դիրքը, բարձր լեռնային գոտի, որը շատ կարևոր է մարզիկների համար, հենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն սկսելու համար։ Բազան շատ հին ավանդույթ դեր ունի, մենք շատ շուտվանից ենք մասնակցում այս հավաքներին։ Շատ կարևոր է Ծաղկաձորի հավաքը մեր համար, մեր մարզաձևի համար։ Ոչ մի տեղ չենք զգում տենց, ոնց որ Ծաղկաձորում, որ մեր երկիրն է, մեր հայրենիքն է, ու պայմաններն էլ, մարզադահլիճների պայմանները ամեն ինչ նորմալ է, մի խոսքով դահլիճները լուսավոր տաք։ Կարող եմ ասել, որ Ծաղկաձորը աշխարհով մեկ ճանաչված բազա է մեր բազան, եւ մենք մեր ֆիզիկական պատրաստականությունը ամեն տարի սկսում ենք այստեղից եւ շատ երկրներից արդեն սկսել են ժամանել, շատ թմեր են գալիս այստեղ։ Ես կարող եմ ասել, որ ոչ մեր Ծաղկաձորի սպորտ բազան ոչ մի բանով չի զիջում։ Ինչքան որ մենք բազաներ ենք տեսել եւ շատ բազաներ ենք տեսել, մեր բազան ամենալավագույններից մեկն է եւ այստեղից այս բազայից պատրաստվել են աշխարհի օլիմպիական խաղերի չեմպիոններ։ Եվրոպական երկրի մարզիկներն ու մարզիչները նույնպես տպավորված են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ենթակառուցվածքներով։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում, այս մարզաբազան հիանալի է, սնունդը շատ համեղ, մարզադահլիճում ունենք 5 մրցագորգ, եղել եմ շատ այլ երկրներում, բայց այստեղ ամեն ինչ այլ է։ Հիանալի է, որ մենք այստեղ ենք եւ մարզվում ենք հայ ըմբիշների հետ։ Մարզահամալիրում ամեն ինչ հրաշալի է, մարզումները շատ դժվար են, բայց մենք վայելում ենք այստեղ լինելը։ Վերջերս միջազգային լիցենզիա ստացած լողավազանը նույնպես աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։ Օրեր առաջ ուսումնամարզական հավաքն ավարտեցին գերմանացի լողորդները, իսկ այս օրերին Ռուսաստանի, Բելարուսի, Հունաստանի ու Մոլդովայի հավաքականների 100-ից ավելի լողորդներ նախապատրաստվում են տարվա կարևորագույն մրցաշարերին։ Այստեղ ամեն ինչ հրաշալի է, մեր թիմը շատ ոգևորված է մոտենում մարզումներին։ Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք նորից գալու այստեղ։ Համալիրը շատ լավն է, ինձ դուր է գալիս։ Լողորդների համար սնունդը հիանալի է, հյուրանոցը նույնպես շատ լավն է։ Մարզումների համար լողավազանը շատ հարմար է, հատակը տաքացվող է։ Մարզասրահը մի փոքր զիջում է, բայց կարծում եմ շուտով դա էլ կկարգավորվի։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ղեկավարությունը շարունակում է բարելավել ենթակառուցվածքները, ստեղծելով էլ ավելի հարմարավետ պայմաններ մարզիկների համար։ Շուտով նոր տեսք կստանա մարզասրահը, որը հագեցած կլինի բարձրակարգ մարզասարքերով։ Կառուցվելու է նաև նոր կոնֆերանս դահլիճ, որտեղ կտեղավորվի շուրջ 200 հոգի։ Բացի այս, նաև մեծ աշխատանքներ են տարվում հյուրանոցային համալիրում։ Արդեն սկսվել են սենյակների վերանորոգման աշխատանքները, որոնց թիվը նաև ավելանալու է 188-ից դառնալով 220։ Քննարկվում են նաև մարզահամալիրում ֆուտբոլի խաղադաշտի վերանորոգման ու մարզադաշտ կառուցելու հեռանկարները։